Ազգային ժողովի նախագահին բռնություն գործադրելու հրապարակային կոչի համար կնոջ են հասցրել դատարան, ուր մնաց թքելը։ Արմնու լրատվականին հայտնի դարձավ, որ Իրինա Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա 2025 թվականի սեպտեմբերի 11-ին ժամը 12:56-ին քաղաքական հայացքներով պայմանավորված տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ բռնություն գործադրելու հրապարակային կոչ է արել ուղղված Ազգային ժողովի նախագահին։ Այս քրեական գործը մակագրվել է դատավոր Մասիս Մեքոլյանին, ու կանխատեսելի է, թե կնոջը ինչ է սպասվում։ Ամենաուշագրավն այն է, որ երիտասարդ կինը ինչ պետք է աներ ԱԺ-նախագահ Ալեն Սիմոնյանից, ինչից դրդված էլ ԱԺ-նախագահը ըստ էության դիմել է իրավապահներին եւ կնոջը կանգնեցել են մեղադրյալի աթոռին։ Ավելին հարց է առաջանում, երբ Ալեն Սիմոնյանը հրահանգեց իր անվտանգության աշխատակցին քաղաքացու ձեռքը բռնել ու ինքն էլ թքեց վրան, ինչու իրավապահները նույն ջանասիրությամբ չգործեցին ու Ալեն Սիմոնյանին չկանչեցին պատասխանատվության։ Ահա ընտրովի արդարադատության եւս մեկ ցայտուն դեպք։